Լսեք երկնքից եկող լուռ բզուծոցը։ Կան ամսաթվեր, որոնք նման են գոյության հյուսվածքի սեյսմիկ ճեղքերի։ Դրանք պատրաստի պատասխաններ չեն բերում, բայց փոխում են հարցերը։ 2026 թվականի փետրվարի 5-ից հետո տիեզերական քամին կփոխվի, եւ ձեզանից ոմանց համար այն կլցնի ձեր առագաստները աննախադեպ ուժով։ Խոսքը ամեն ինչի մասին չէ միանգամից։ Խոսքը հենց այն բանալիների մասին է, որոնք բացում են այն դռները, որոնք դուք վաղուց եք ձգտել բացել։ Եկեք տեսնենք, թե աստղերը ում են քարտեր մեկնում այս խաղում նոր կանոններով։ Ջրհոս։ Հայացք, որը կոտրում է աշխարհների պատյանը։ Ձեր մտածողությունը, ընկերներ, ձեր ամենամեծ ակտիվն է։ Այս ամսաթվից հետո դուք կզգաք մտավոր լուսավորության նման մի բան։ Հանկարծակի կդառնա բյուրեղյա պարզ, թե որ օրինաչափությունները, պարտավորությունները կամ կյանքի կառուցվածքները լիովին սպառել են իրենց օգտակարությունը։ Սրանք պարզապես մտքեր չեն, դրանք ապակառուցման անհրաժեշտություն են։ Դուք կցանկանաք ապամոնտաժել այն ամենը, ինչ մյուսները համարում են անխախտ, լինի դա կարիերայի հետագիծ, երկարատև համոզմունքներ, թե իներցիայով միասին պահվող հարաբերություններ։ Սա մտավոր ապստամբության ժամանակ է, երբ հին իշխանությունները կխամրեն ձեր սեփական, հանկարծակի ամրապնդված հասկացողության ուժի համեմատ։ Գործեք համարձակորեն, բայց գիտակցաբար։ Ձեր ուժը հիմա պարզության մեջ է, այլ ոչ թե քաոսի։ Երկվորյակներ, ձայն, որը գտնում է իր եթերային ալիքը։ Ձեզ համար այս ժամանակահատվածը նման է կատարյամ հաճախականությանը միանալուն։ Ձեր բոլոր տաղանդները, բոլոր կիսատ մնացած նախագծերն ու մտքերը, որոնք պտտվում են ձեր մտքում, վերջապես կգտնեն հստակ ելք։ Սա ինքնարտահայտման մասին է իր ամենամաքուր ձևով։ Հնարավոր է, որ դուք հանկարծ հասկանաք, որ ձեր ներքին մենախոսությունը արժանի է գրվելու, իսկ աշխարհի մասին ձեր դիտարկումները բլոգի կամ փոդքասթի։ Կամ դուք կհասկանաք, որ ձեր կոչումը գտնվում է բոլորովին այլ ոլորտում, քան ձեր ներկայիս աշխատանքը։ Տիեզերքը ձեզ հնարավորություններ կընձեռի թարմացնելու ձեր խոսքն ու գործողությունները։ Մի բաց թողեք այն պահը, երբ ամեն ինչ միասին կգա։ Կշեռք։ Զգացմունքների դիվանագիտություն եւ օգտակար դաշինքներ։ Ձեր ուշադրությունը, որը սովորաբար ցրված է բազմաթիվ առարկաների վրա, հստակորեն կկենտրոնանա գործընկերության ոլորտի վրա։ Սա վերաբերում է ցանկացած նշանակալի կապի, ամուսնությունից մինչև բիզնեսում ռազմավարական դաշինքներ։ Շատ հարաբերությունների խորքը կբացահայտվի ձեզ համար։ Դուք կտեսնեք, թե ով է լարը քաշում եւ ով է պարզապես առաջ է շարժվում, որտեղ է հավասարակշռությունը խաթարված եւ որտեղ է միությունը հասունացել հաջորդ մակարդակի համար։ Սա ժամանակ է խորը կյանքը փոխող զրույցների, չարտահայտված համաձայնությունների վերանայման եւ հնարավոր է գեղեցիկ, բայց վճռական հրաժեշտի այն ամենին, ինչը ձեզ ծանրաբեռնում է։ Ձեր խնդիրն է լինել ոչ միայն մասնակից, այլև այդ հարաբերությունների իմաստուն ճարտարապետ։ Խոյ։ Սրտի մեջ տիտանների բախում։ Այստեղ անկեղծ ասած կա մի խոչընդոտ։ Լուսինը ձեր նշանի մեջ դժվար ասպեկտ կստեղծի Յուպիտերի հետ, եւ ներսում իսկական պայքար կծավալվի։ Ձեր մի մասը, դասական խոյը, կշտապի առաջ, քանդելով արգելքները եւ միաժամանակ սկսելով հարյուրուր նախագիծ։ Մյուսը, ապշած նման արագությունից, կշշնջա դադարի եւ հավասարակշռված որոշումների անհրաժեշտության մասին։ Այս ներքին խառնաշփոթը ձեր թշնամին չէ, այլ մարզադաշտ։ Այն սովորեցնում է ռազմավարություն, այլ ոչ թե կույր ագրեսիա։ Նախքան մարտի մեջ մտնելը հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք ես ճիշտ ուղղությամբ եմ շարժվում։ Այս դադարը մտորումների համար ավելի արժեքավոր կլինի, քան ցանկացած ինքնաբուխ հաղթանակ։ Աղեղնավոր։ Մութ ձի, որը գիտի իր սեփական ուժը։ Լիլիթը, խորը կրքերի եւ թաքնված ուժի այս կետը ձեր նշանում ակտիվանում է ներդաշնակ ասպեկտով։ Դուք կստանաք մուտք դեպի ներքին պաշարներ, որոնց մասին կարող էիք միայն կասկածել։ Սա հենց այն ուժն է, որը գալիս է ձեր ստվերային կողմերը, ձեր եզակի փորձառությունները ընդունելուց, որոնք միշտ չէ որ հարմարավետ են։ Դուք կդադարեք վախենալ ձեր եզակիությունից եւ կսկսեք այն օգտագործել որպես հաղթաթուրդ։ Սա այն ժամանակ է, երբ ձեր խարիզման կստանա նոր, կախարդական երանգներ։ Մարդիկ ինտուիտիվ կերպով ձեր մեջ կզգան մեկին, նրան, ով տիրապետում է թաքնված գիտելիքների։ Առյուծ, հանճարեղություն, բազմապատկված հանճարների միությամբ։ Մի որոշ ժամանակ մոռացեք անհատական նախագծերի մասին։ Այս ժամանակահատվածում ձեր հաջողությունը կծնվի ոչ թե մեկ ազդակից, այլ սիներգիայից։
Ձեզ համար ամենակարևորը հայտնվելն է պայծառ, կրքոտ մարդկանց մեջ, դառնալ նորարարական, գուցե նույնիսկ ավանգարդային ձեռնարկման մաս։ Ձեր դերը պարզապես մասնակցի դերը չէ, այլ նախագծին ոգեշնչող, առաջնորդող և փայլ ու կրակ հաղորդող մեկը։ Փնտրեք ձեր հոգու զույգին ոլորտում, փայլուն տեխնոլոգ, որը կհամապատասխանի ձեր ստեղծագործական տեսլականին, կամ իմաստուն ռազմավար, որը կհամապատասխանի ձեր անսահման էներգիային։ Միասին դուք կստեղծեք մի բան, որը կբերի ճանաչում, և ամենակարևորը՝ խորը բավարարվածություն։ Երկվորյակներ, ֆինանսական անկախություն 2026 թվականի գարնանը հաջողության համար բեկումնային տարբերակ 2.0-ի մեկնարկ։ Սիրելի երկվորյակներ, 2026 թվականի գարնանը ձեզ առաջարկում է ոչ միայն ևս մեկ եղանակ, այլև իրական բարելավում ձեր մոտեցման մեջ, փողի և կարիերայի նկատմամբ։ Եթե ձեր հաջողությունը նախկինում հաճախ կախված է եղել արագությունից, բազմախնդրությունից և լայն հասանելիությունից, հիմա ռազմավարական խորության ժամանակն է։ Այս հոդվածը ձեր անձնական մուտքի կոդն է դեպի ֆինանսական բարեկեցության թարմացված տարբերակ, որտեղ ձեր բնական ճկունությունը կդառնա իսկապես հզոր։ Արևը ձկների համաստեղությունում։ Խորությունը լայնության նկատմամբ։ Երբ արևը անցնում է ձկների համաստեղությամբ, ձեր ուշադրությունը ստիպված է լինում արտաքին եռուզեղից տեղափոխվել ներքին գործընթացների։ Այս էներգիան ազդում է ձեր անձնական կյանքի, ավարտի և ինտուիցիայի վրա։ Սա էներգիան ցրելու, այլ ռեսուրսները համախմբելու ժամանակ չէ։ Ինտուիցիան որպես ֆինանսական կողմնացույց։ Ձեր միտքը սովոր է վերլուծել, համեմատել և հաշվարկել տարբերակները, սակայն արևը ձկների համաստեղությունում առաջարկում է մեկ այլ գործիք՝ ներքին գիտելիքներ։ Այս ժամանակահատվածում ամենաշահավետ ֆինանսական որոշումները կարող են ձեզ մոտ գալ ներհայացքների, երազների կամ տրամաբանական բացատրությանը չենթարկվող հանգիստ վստահության միջոցով։ Պրակտիկորեն կիրառեք լռություն։ Ֆինանսական որոշում կայացնելուց առաջ մի քանի րոպեով դադարեցրեք ձեր ներքին երկխոսությունը և լսեք ձեր մարմնի զգացողությունները։ Անհարմարությունը կամ ընդհակառակը, թեթևության զգացումը կարող են ավելի ճշգրիտ ակնարկներ լինել, քան վերլուծությունների լեռները։ Հնարավոր է արժե վստահել այնպիսի զուգընկերոջ, որի ինտուիցիան ապացուցել է իր հուսալիությունը։ Ավարտի ուժը և թաքնված ռեսուրսները։ Ձկները վերահսկում են այն ամենը, ինչ մնացել է հետևում։ Հիմա ժամանակն է մաքրել ձեր ֆինանսական ձեղնահարկը։ Ավարտեք հին գործընթացները։ Ավարտեք ամիսներ շարունակ ձգձգվող նախագծերը։ Վճարեք պարտքերը, փակեք անգործուն հաշիվները և կազմակերպեք ձեր փաստաթղթերը։ Բացահայտեք թաքնված ակտիվները։ Վերանայեք ձեր մոռացված հմտությունները, հոբիները և արխիվները։ Հին լուսանկարը, դիզայնի նախագիծը կամ նույնիսկ մի քանի տարի առաջ գրված գաղափարը կարող են հանկարծակի առևտրային արժեք ձեռք բերել հենց հիմա։ Ձեր հաղթաթուղթը ուրիշների համար անօգուտ համարվողի արժեքը տեսնելն է։ Խորհուրդ. ձեր եզակի պազլի հավաքումը։ Ձեր նոր ֆինանսական մոդել 2.0-ն ձեր բազմակողմանիության մերժում չէ, այլ դրա պատշաճ համակարգվածացում։ Դուք պետք է դառնաք ոչ միայն տեղեկատվության հավաքող, այլև դրա ճարտարապետ։ Անհամատեղելի հոսքերից դեպի միասնական համակարգ։ Վերցրեք ձեր բոլոր ընթացիկ ֆինանսական հոսքերը, նախագծերը, գաղափարները և նույնիսկ հոբիները, որոնք կարող են եկամուտ բերել։ Գրեք դրանք մեկ թղթի վրա։ Հիմա ձեր խնդիրը պարզապես դրանք թվարկելը չէ, այլ դրանց միջև կապեր գտնելը։ Ինչպես կարող է մեկ փոքր հմտությունը ամրապնդել ձեր հիմնական նախագիծը։ Ինչպես կարող է հոբին դառնալ լրացուցիչ եկամտի աղբյուր, որը կաջակցի ձեզ, մինչ դուք զարգացնում եք ավելի մեծ բան։ Ստեղծեք ձեր սեփական էկոհամակարգը, որտեղ տարրերը աջակցում են միմյանց։ Օրինակ, բլոգ վարելը։ Ձեր հաղորդակցական ուժը կարող է օգնել առաջխաղացնել ձեր հիմնական ծառայությունը և միաժամանակ դառնալ ձեր հոբիի դրամայնացման հարթակ։ Խորը հասկացողության վրա հիմնված դաշինքներ։ Ձեր սովորական մարտավարությունը թեթև սիրախաղն է տարբեր լսարանների և գործընկերների հետ։ Հիմա ամենաարդյունավետն է ընտրել ձեր ամենահուսալի կամ ինտուիտիվորեն մտերիմ դաշնակիցներից մեկին կամ երկուսին և խորացնել նրանց հետ ձեր համագործակցությունը։ Ձկների համաստեղության մեջ գտնվող արևը նախընտրում է փոխադարձ վստահության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված գործընկերությունները, այլ ոչ թե միայն արագ շահույթը։
Մտածեք այն մասին, թե ում հետ կարող եք ստեղծել ինչ-որ արժեքավոր բան, օգտագործելով ձեր ինտելեկտը և նրանց խորությունը կամ կապերը։ 2026 թվականի գարնանը ամենաերկարատև ֆինանսական աճը կարող է գալ ձեր գաղափարին և ձեր մտերիմ շրջապատին նվիրված լինելուց, նրանց վստահելով նույնքան, որքան ձեր ինտուիցիային։